Եվ այսպես ով է ֆինանսավորելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական կաշառքները, հարգելի հեռուստադիտողներ, ուրեմն տեսեք, մի քանի համերգ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում տեղի ունեցավ, տոնական տարբեր միջոցառումներ տեղի ունեցան, զենքերի ցուցադրություն տեղի ունեցավ, Գյումրի տարան համերգ իրականացրեցին իշխանությունները, աջ ու ձախ ինչ որ պետք է, ինչ որ պետք չի, ասֆալտապատում են, զորահանդես տեղի ունեցավ եւ այլն եւ այդպես շարունակ քաղաքացիների թոշակառուների թոշակները 10,000 դրամով ավելացրեցին եւ դա այն պայմաններում երբ որ հենց իշխանության ներկայացուցիչներից Նիկոլ Փաշինյանն ասում էր 10,000 դրամով բարձրացնենք որ ինչ անենք մարդիկ չեն իմանալու թե ոնց էս ամեն ինչը ծախսեն իսկ հիմա մենք տեսնում ենք հետեւելը այս ամեն ինչը տեղի ունեցավ իշխանությունները ակնհայտորեն հսկայական գումար են այս ամեն ինչի վրա ծախսել Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հետընտրական հարցազրույցում նշել էր որ տարբեր գնահատականներով մինչև 1 միլիարդ դոլարի այսպես մուտք է եղել նախընտրական ծախսերի Համար ու հիմա տրամաբանական հարց է առաջանում, հիշում եք սովետական ֆիլմում հերոսներից մեկը ասում էր «Зачем счет этот банкет» հիմա ով է այս ամեն ինչի համար վճարելու բանկետի համար վճարելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ Էրդողանը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչու ենք մենք այդպես կարծում։ Կառավարության առաջին իսկ նիստի ժամանակ, հետընտրական առաջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է կայացնում ազգային ժողով հրատապ ուղարկել օրինագիծ ակցիզային հարկը ավելացնելու մասին։ Ակցիզային հարկի ավելացումը կհանգեցնի վառելիքից մինչև ալկոհոլ, ծխախոտ եւ գրեթե բոլոր տեսակի ապրանքների գների թանկացում, ինչ է սա իրականում նշանակում։ Կրկին ասենք 1 միլիարդ դոլար իրենք ծախսել են մոտավորապես 1 միլիարդ դոլար ծախսել են նախընտրական փուլում, հաջորդը մենք ունենք տնտեսական խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետեւ շատ ավելի հստակ լինի, տեսեք Եվրամիությունը նախընտրական փուլում խոսք տվեց 50 միլիոն դոլարով աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետության տնտեսությանը դիմակայելու Ռուսաստանի պատժամիջոցներին։ Մենք միայն ծաղիկ եւ Ռուսաստանի Դաշնություն վաճառում ենք 49-ից մինչև 60 միլիոն դոլարի, այսինքն այդ 50 միլիոն դոլարը կարող է նույնիսկ ծաղկավաճառներին չհերիքի կոմպենսացնելու համար իրենց ծախսերը։ Այսինքն քաղաքացիների հաշվին փորձելու են ծախսել նաև փակել նաև այս կորուստները։ Դու չունես ռուսական շուկան, դու բավականին գումար ես ծախսել նախընտրական փուլում, այս ամեն ինչի ծախսերը պետք է փոխհատուցի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ էլ Ռեջեփ Տայիպ Էրդողանը, ինչպես փորձում են քաղաքացիներին համոզել։ Օրինակ, տեսեք, թուրքական թերթերից մեկում հրապարակում եղավ, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը սահմանի բացումից հետո մինչև 1 միլիարդ հասցնի, կրկին ասենք, զարմանալի չի լինի, որ թուրքական լրատվամիջոցում Յենի Շաֆակում այս հոդվածը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատվերով, խնդրանքով, ինչպես ուզում եք, այս ամեն ինչը ձևակերպեք։ Եվս մի կարևոր նրբերանգ կա, ինչը փորձում համոզել Փաշինյանական քարոզչությունը, ասում է դե լոլիկ ենք վաճառում Ռուսաստան, ծաղիկ ենք վաճառում Ռուսաստան, ելակ ենք վաճառում եւ այլն եւ այդպես շարունակ, ռուսական շուկան չլինի, մենք այլ շուկաներ կգտնենք, բայց ամենակարևորը փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ մեր հիմնական ապրանքաշրջանառությունը հենց այս տեսակի ապրանքներն են, որոնք արտահանվում են Հայաստանից։ Ոչ, հիմնական ապրանքաշրջանառությունը ինքը լրիվ այլ ոլորտներին է վերաբերվում եւ պատահական չէ, որ մինչեւ ընտրական ցիկլը Ռուսաստանի Դաշնության իշխանություններից կային գնահատականներ այն մասին, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետության հետ դադարեցվի պայմանագիրը գազի մատակարարման վերաբերյալ կամ վերանայվի պայմանագիրը գազի մատակարարման վերաբերյալ վերանայվի կամ չեղարկվի պայմանագիրը դիզ վառելիքի եւ այլ տիպի ընդհանրապես վառելիքի ներմուծման վերաբերյալ ոսկու վերաբերյալ սա կարող է սրանք են հիմնական այն ուղղությունները որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ այս ամեն ինչը եթե վերանայվի մենք ֆունդամենտալ խնդիրների առաջ ենք կանգնելու շատ պարզ տեսեք եթե մենք հիմա տարեկան մոտ 200-300 միլիոն դոլար ենք ծախսում գազ գնելու համար Ռուսաստանի Դաշնությունից ապա եթե վերանայվեն հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ նույնիսկ եթե մենք գնենք ադրբեջանական գազ դա մի քանի միլիոն դոլարով ավելի շատ է լինելու ծախսային առումով Իսկ եթե մենք օրինակ գնանք Եվրամիության ճանապարհով եւ ամերիկյան գազ գնանք, դա ընդհանրապես մեր ծախսերը մոտավորապես 1 միլիարդի են հասնելու։ Պատկերացնել, որ Եվրամիությունը տարիներ շարունակ փորձելու է փոխհատուցել Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների խզման պարագայում առաջացած այդ 7-8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության բացը
մեղմ ասած ինքնախապեյությունը, կրկին ասենք ինքնախապեյությունը նաև կարծել, որ թուրքական շուկան հիմա բացվելու է եւ մենք կարողանալու ենք թուրք գործընկերների հետ առևտրաշրջանառությունը հասցնել այն մակարդակի, թե ինչ մակարդակ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ փոխհարաբերություններում։ Այս ամենը հետևանք է նրա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ նպատակաուղղված կերպով փչացնում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Շատ պարզ Ռուսաստանին հետաքրքիր Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել քաղաքական դերակատար։ Եվ երբ որ Արփինեի հետ մենք քննարկում ենք այն հարցը, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ շնորհավորի, արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը իրենք կասկածի տակ են դնում։ Իսկ ինչու են կասկածի տակ դնում, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները տանում են այնպիսի մի քաղաքականություն, որի վերջնարդյունքում մենք միանալու ենք Ռուսաստանի համար թշնամական կառույցներից մեկին, լինի դա թուրքական աշխարհը, լինի դա Եվրամիությունն եւ Ռուսաստանը շատ հստակ նշում են, որ իրենք դեմ են այս ամեն ինչին։ Դեմ են այն առումով, որ չեն ուզում ֆինանսավորել սա, բայց եթե հայ ժողովուրդը որոշում է այս ճանապարհով գնալ, այնպես չէ, որ իրենք այս ամեն ինչի շրջանակներում խանգարելու են հայ ժողովրդին, ոչ, իրենք պարզապես փորձելու են իրենց շահերը պահպանել, բայց ելնելով այն հանգամանքից, որ մենք մոտ ապագայում այստեղ իրականացնելու ենք զորավարժություններ Eagle Partner 2026, որին մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հունաստանը, Ֆրանսիան, ելնելով նրանից, որ Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում էր շռայլում էին հակառուսական հայտարարությունները եվրոպացի մեր չափազանց հարգարժան գործընկերները եւ դեռևս Արարատ Միրզոյանը որևիցե գնահատական այս ամեն ինչի վերաբերալ չէր տալիս Սուրեն Պապիկյանն էլ այս օրերին Փարիզում էր, մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը ընտրություններից հետո չի փոխվելու եւ լինելու է այն, ինչը կար մինչեւ ընտրությունը։ Դա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանն իր հերթին նույնաբովանդակ քաղաքականություն է վարելու, եթե չասենք, որ խստացնելու է, պարզապես մի բան ընդգծենք, տեսեք։ Դեռ իրենք սահմանափակել են Հայաստանից որոշ ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Իսկ եթե Ռուսաստանից որոշ ապրանքների ներմուծումը Հայաստան սահմանափակեն, կամ ընդհանրապես արգելափակվի առևտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, այս ամենի համար վճարելու են ոչ թե ՔՊԱ-ականները, այլ այս ամենի համար վճարելու են Հայաստանի Հանրապետության այլ շարքային քաղաքացիները, իրենց գրպանից է վճարվելու Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրության գինը։ Հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը ավելացնում է ակցիզային հարկը։ Դա իր հերթին նշանակում է հետևյալը, որ նա էլ շատ լավ հասկանում է, որ ոչ Եվրամիությունը, ոչ էլ Թուրքիան չեն կոմպենսացնելու այն կորուստները, որոնք մենք ունենալու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։ Դուք եք վճարելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական կաշառքների եւ հետընտրական արկածախնդրությունների համար։ Մտածեք այդ մասին։